Եվ ուրեմն սրբապղծության կամ ընդհանրապես սեռական կյանքի չգիտեմ, դուք հոնդանիկով զբաղվի։ Աստծո եւ օրենքի առաջ դուք ամուսիններ չեք։ Ոչ եկեղեցու առաջ եք ամուսին, ոչ բանով պետական գրանց։ Ինքներդ խոստովանում եք եւ անարգում եք ուրեմն ԶԱԳՍ-ի ինստիտուտը, այսինքն պետական գրանցման ինստիտուտն եք անարգում։ Դու պետական համարում եք մարդ, իքես համարելով, քեզ անարգում ես պետական ամուսնության գրանցման ինստիտուտը։ Դու ուր երջանիկ ես, որ քո զավակները արդամուսնական կապի արդյունք են։ Ուրիշ մտել ես ուրիշի անկողին, ուրիշի արդամուսնական զավակների մասին ես ուզում մտահոգվել։ Դու քո արդամուսնական զավակների մասին մտածի։ Ուրեմն ինչ իրենցից հեռացնելու համար այն ինչի մեջ պղծության մեջ իրենք են, հա? Ինչպես գոռում է բռնեք գողին, իմասա գոռում է բռնեք պիղձերին։ Դու ամենամեծ սրբապիղձը դու ես, ամենամեծ պղծության մեջ դու ես հարատև եւ անուղա։ Եկեղեցին խորդագել, հա, նա, որ չի։ Ինչքան օրինակ կարող ենք բերել բանից, պատմությունից։ Ստալինը կարողացել է, Հիտլերը կարողացել է, Մուսոլինին կարողացել է, Նապոլեոնը կարողացել է, ֆրանսիական հեղափոխությունը կարողացել է, ով է կարողացել եկեղեցուն հաղթել։ Եկեղեցին անհաղթելի կառույց է, ոչ թե եկեղեցականն է անհաղթելի, եկեղեցին անհաղթելի կառույց է։ Սա ամենը պատմությունը մի քիչ թերթես մեկ, երկու ես մանավանդ սովետական միության մեջ ծնված մարդ, որ սովետական միության պատմությունը գիտես, իմանաս, որ անօգուտ է եկեղեցու դեմ սուրճ ջոջելը։ Հա մի երկու հոգևորականի կարող է բանդարգես, մի երկու հոգևորականի ոչնչացնես, մի 40 եկեղեցի քանդես, մի 50-ը փագես, բայց եկեղեցին ոչնչացնել չես կարող։ Սրբազան ինչու է հայտարարում, որ պետք է կաթողիկոսի ընտրությանը նաև ժողովուրդը մասնակցի, պետք է կարգախաս։ Ժողովուրդը մասնակցում է, ինքը անգերագետ է, տգետ է։ Ուրեմն թող գնա սովորի։ Կաթողիկոս ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, որտեղ ազգային եկեղեցական ժողովում 2/3-ը աշխարհականներ են եւ ժողովրդի ներկայացուցիչներ են։ Հասկացաք։ Իսկ ինքը իբրև պետություն ժողովուրդը խառնվելու իրավունք ունի, բայց ինքը իբրև պետություն խառնվելու իրավունք չունի եկեղեցու գործի։ Հասկանում եք։ Ժողովրդի անունից թող չխոսի։ Ժողովրդի անունից ինքը չի ընդրվել եկեղեցուն վերահսկելու համար։ Ժողովրդի անունից ինքը ընդրվել է պետության գործերը վարելու համար։ Իսկ պետության գործերը ասում է, որ չպետք է խառնվի եկեղեցական գործերին։ Ուրեմն տեղը նստի Այն որ ասում քվեյով ընտրված ղեկավարները, քո ընտրված լիազորությունների շրջանակում գործի։ Կհաչաս, չես հաչա, բայց կգործես քո լիազորությունների շրջանակում։